Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն է մեկնարկել։ Ջնջելով անցյալը մշակութային ժառանգության ոչնչացում խորագրով քննության նպատակն է 2023-ից ի վեր Արցախի հայկական ժառանգության ոչնչացման փաստերի, ձեռնարկված իրավական արձագանքների, ինչպես նաև արդարության հասնելու հնարավոր ուղիների ուսումնասիրություն, փոխանցում է Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ Քննության ընթացքում լինելու են հանրային լսումներ, փորձագետների եւ վկաների մասնակցությամբ, հրապարակվելու է վերջնական զեկույցը։ Բաքվին խիստ մտահոգել է բրիտանական խորհրդարանի նախաձեռնությունը։ Իշխանության պատվերով մի շարք ՀԿ-ներ բողոքի նամակով պահանջել են հրաժարվել այդ ծրագրից, մատնելով Արցախում շարունակվող վանդալիզմը։ Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուադ Օքթայը լրագրողներին ասել է, թե Զանգեզուրի միջանցք բնութագրվող Թրամփի ուղին համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչով սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա նաև շեշտել է, թե դա կհանգեցնի նաև Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Պաշտոնական այցով Իրանում գտնվող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Մինչև այդ Պապիկյանը փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր է քննարկել Իրանի իր գործընկերոջ հետ։ Հիշեցնեմ, նախորդին Իրան մեկնած Սուրեն Պապիկյանին հանդիսավոր արարողությամբ են դիմավորել զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 Մսուր մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը վերանշանակումից ընդամենը 2 աշխատանքային օր անց ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Դանիելյանը մեղադրվում է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության եւ խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Մանկապարտեզի սաների ծնողներն են տեսել, որ տնօրենի պաշտոնակատարին իրավապահների ուղեկցությամբ դուրս են բերել մանկապարտեզից եւ տեղափոխել նախաքննական մարմին։ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար պետական բյուջեից կծախսվի մոտ 4.5 միլիարդ դրամ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ միայն 1 միլիարդ 800 միլիոն 296 հազար դրամը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է։ Բացի այդ, այսօր կայացած արտահերթ նիստում հանձնաժողովը սահմանել է ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Հիշեցնեմ, հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այսքանը մեր ամփոփիչ թողարկումը ժամը 19-ին է, բաց չթողնեք, կհանդիպենք։